Եթերում Ռուսարմինֆոյի այսօրվա առաջին թողարկումն է, տաղավարում Աննա Շլեպչյանն է։ Բարի օր։ Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան առաջիկա կիրակի, ապա Gallup International-ի Հայաստանում լիիրավ անդամ MPG ընկերության հարցման արդյունքներով ընտրողների 26.7%-ը կքվեարկի քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Հարցվածների 14.1%-ն ասել է, որ կքվեարկի ուժեղ Հայաստանի, 8.2%-ը Հայաստան դաշինքի, 7.9%-ը Բարգավաճ Հայաստանի, 4.2%-ը Միասնության թևերի օգտին։ Մյուս ուժերը ստացել են 3% կամ ավելի պակաս ձայներ։ Ընդհանրապես մտադիր չէ քվեարկել հարցվածների 5.7%-ը, դժվարացել է պատասխանել 8%-ը, հրաժարվել է պատասխանել 8.3%-ը։ Նշեմ, որ հարցումներն անցկացվել են ապրիլի 27-ից 29 հեռախոսով։ Հարցվածների քանակը 1101 է, հետազոտության ընտրանքային սխալը 3%։ Ուժեղ Հայաստան դաշինքի համակարգող ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հանձն են առել միավորելու իրենց ջանքերը ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը եւ նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Այս ուժերը նախընտրական քարոզարշավը միասին են իրականացնելու, համադրելով իրենց քաղաքական ծրագրերը, նաեւ համատեղ են իրականացնելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։ Մինչեւ այդ կայացած հանդիպման ընթացքում ծավալված քննարկմանը մասնակցել են Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաքվեի եւ Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչները։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պատերազմի մասին ահազանգերին, հայտարարել է, որ Հայաստանի համար իրական վտանգը գործող վարչախումբն է, որի հեռացումից հետո նոր պատերազմ չի լինի։ Կարապետյանն առանձնահատուկ անդրադարձել է Արցախի հարցին, խոստանալով ոչ միայն ապահովել արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում, այլև միջազգային գործուն մեխանիզմների միջոցով հասնել նրանց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքի ճանաչմանը։ Կարապետյանն ընդգծել է, որ իրենք գնում են բացարձակ հաղթանակի, իսկ ընդդիմադիր մյուս առաջնորդների աջակցության խոստումը դիտարկում է որպես համախմբում իր գլխավորած ուժի շուրջ։ Կարապետյանը շեշտել է, որ իր մուտքը քաղաքականություն պարտադրված է երկրի առջև ծառացած սպառնալիքներով։ Եթե չլիներ իմ նկատմամբ քրեական հետապնդում, եթե չլիներ Փաշինյանի վերջի տարվա անկանոն շարժումները, հարձակումները թե մարդկանց, թե մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում, բայց եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, բոլոր ցանկությունները, բոլոր լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին Գյումրիում կմասնակցի մեծ համերգի, որի կազմակերպման համար գործադիրն այսօր հատկացրեց $1 միլիոն ավելի, 393 միլիոն դրամ։ Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսված համերգը նվիրված է լինելու Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությանը, մշակութային համագործակցության խորացմանը։ Համերգային ծրագրում կմասնակցեն հայ եւ ֆրանսիացի անվանի արտիստներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Մակրոնը Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5-ը, նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ապա կմեկնարկի նրա պետական այցը։ Բարձր մակարդակի հանդիպումներին կհաջորդի փաստաթղթերի ստորագրումը։ Ֆրանսիայի նախագահը նաև կայցելի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ մատենադարան։ Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով ԵԱՏՄ երկրների, այդ թվում Հայաստանի եւ ԱՊՀ այլ պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդների ժամանակավոր մնալու ժամկետը կավելանա մինչեւ 180 օր օրացուցային տարվա ընթացքում։ Նախկինում այս կատեգորիայի վարորդների համար գործում էր սահմանափակումը տարեկան ընդամենը 90 օր։ Նոր կանոնը ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից։ Ժամկետի երկարացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ վարորդը ժամանակին ներկայացնի համապատասխան հայտ։ Այս փոփոխությունը գոհունակություն է պատճառել հայաստանյան վարորդներին, որոնք մեծ թվով ներգրավված են Ռուսաստանի եւ ԵԱՏՄ շուկայում բեռների փոխադրման գործում։ Երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունը տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Հաշենի կամրջի տակ դի կա։ Պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են մոտ 20-25 տարեկան տղայի դի։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։ Նշեմ, որ անցած տարի Հայաստանում կտրուկ ավելացել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի ընդհանուր թիվը։ Ոչ պաշտոնական տվյալով 858, մեծ մասը տղամարդիկ։ Ավելի վաղ տարիներին թվերը տատանվել են 200-ից 300 մահացու դեպքերի շուրջ։